Երկրորդը այսօրվա մեդիա դաշտի եւ ցանցերի բացի թողի իրավիճակում ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ, նաեւ հրապարակային մարդ ազատ է արձագանքել այն ձևով, ինչ ձևով որ ուզում է, եւ կարծում եմ, որ այն համեմատականներ ինչ որ անցկացնելը անցյալի հետ կապված անտեղին են, որովհետեւ նախ եւ առաջ անցյալում որևիցե մեկի կնոջ, չեմ ասում երկրի ղեկավարի կնոջ, որևիցե մեկի կնոջ մասին մի լրագրողից սկսած իրենց տենց դուխով հիմա բլոգեր եւ քաղաքական գործիչ անվանող մարդկանցով վերջացած հələ փորձեին մի հատ մի տարես կոմենկոմ բանան գրեին, այնքան կծեցեին, էշին քերի կասեր, այնքան կծեցեր։ Այսօր որևիցե մեկ թող շողիկ, այլ կներես, ես քո հետ լրիվ համաձայն եմ, դու աշխարհի ամենաճիշտն ես, բայց ես եմ հիմա խոսում։ Եվս մեկ անգամ ընդհատեցիր, ել ընդհանրապես քո հետ չեմ խոսի։ Եվ այն այո իրավական երկիր է, եւ այն իրավիճակում, երբ որ ինչ-որ մեկը մտածում է, որ իրան ինչ-որ մեկը վիրավորել է, այդ թվում այն մարդիկ, ում մասին դուք ասեցիք, թող դիմեն դատարան իմ կամ Տիկին Հակոբյանի դեմ։ Ինքը ինչու չի դիմում դատարան, Ես արդեն պատասխանել եմ։ Ամբիոնից հայհոյանք հնչեցնելն էլ է, ուղղակի տեսակետ հայտնելու հարց ու հեռուստադիտողը հայ այդ ուղիղ եթերով թեկուզ նայող մարդիկ պետք է դա դիտան, օրինակ Արսեն Թորոսյանին կամ Լևոն Քոչարյանին, որ իրենք ստիպված են լինում լսել այն, ինչը չպետք է լսեն խորհրդարանական երկրի ամբիոնից, հա, ազգային ժողովի։ Նախ եւ առաջ այդ ամենը սկսվեց նրանից, որ ձեր նշած մարդը Քոչարյանի փոքր տղան որոշեց սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ազգային ժողովի դահլիճում, չնայած նրան, որ այնտեղ կային կանգնած կանայք, կան հղի падգամավորներ ունենք, մենք հղի կանայք ունենք, падգամավորներ ունենք, եւ եթե կա վերջացնեմ, հա, եւ հնչեցեց սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանի պատասխան ասվել է, որ այն ամեն ինչ որ հնչեցվել է, վերաբերելի է նաև ձեզ եւ դա ձեզ է վերաբերվում, եթե դուք նման բան եք ձեզ թույլ տալիս։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ես կարծում եմ քաղաքացիները իրենց գնահատականը կտան եւ ես ձեզ վստահեցնում եմ նաև քաղաքական գնահատականը չի դադարելու այս դահլիճում հնչել եւ այն ինչ որ պարոն Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, պետք է քաղաքական առնվազն հետևանք ունենա եւ ունենալու է վրա մեջ որևիցե մեկը չկասկածի։ Նա ձեզ զգուշացրել է, ասել է, եթե շպրտելու լինի, դուք բարձր եք նստած, զգուշ եղեք, որտեղ ավելի ցավոտ կլինի ձեզ ամբիոնից։ Գիտեք, այստեղ խնդիրը ինչու՞մն է կայանում, պետք է հասկանանք ով է նա։ Բացի հայտնի երգչուհու ամուսին լինելու եւ մարդասպան չընտրված կոռումպացված երկրի ղեկավարի տղա լինելու ինքը ով է, ուզում հասկանամ, քաղաքական գործիչ է։ Օրինակ տեսեք, Սերյան Օհանյանի պարագայում այդ մարդը ունի ինչ-որ ռազմական անցած ուղի, հա, Արծվիկ Մինասյանի պարագայում քաղաքական գործիչ է, որը ունի մեծ անցած ճանապարհ։ Ով է նա։ Ոչ մեկ, նա ոչ մեկ է։ Նա, ասեցի, հայտնի երգչուհու ամուսին է, իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը, անձնական ձեռքբերումը դա է, երկրորդ ձեռքբերումը դա այն է, որ ինքը ինչ-որ մեկի տղան է, երբ որ ինքը կգիտակցի, թե ինքը ով է, նոր կկարողանա հոխորտալ ազգային ժողովի փոխոսնակի ուղղությամբ, ազգային ժողովի падգամավորների ուղղությամբ, ել չեմ ասում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի ուղղությամբ։ Տեսեք, ես բավականին սուր եմ խոսում, հաճախ եւ բավականին կտրուկ գնահատականներ եմ ինձ թույլ տալի, բայց ես երբևիցե ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, ասելով, որ ինքը մարդասպան է իմ համար, ես գիծ կա չեմ ասում, ես ինձ թույլ չեմ տալի ասեմ, որ չասեմ ինչ, նույնիսկ օրինակ չբերեմ, որտեղ կա գիծ, որտեղ եթե ես դա այդ գիծը անցնում եմ, այդտեղ ես եմ դառնում ավելի վատ իրավիճակում։ Ինքը անփորձ ջահել է, որը որ ասեցի, միակ առավելություն ունի։ Ու իր տեղը, իրան իմ գործընկերները, ես երկրում չէի, 4-5 օր աստեղ էի, նիստերի էր գալիս էր այգում նստած էի սրճանում անցնում էր, տենց 4-5 օր աստեղ էի, բան չէր ասում, հենց այստեղ չէ, եկավ ելույթ ունեցավ, բայց գալու է չէ դահլիճ, բայց հուսամ ոչ մի բան, քաղաքականից բացի ոչ մի բան, ես ու իրանց մակարդակին չեմ, ես ոչ մարդասպան եմ, ոչ ինչ-որ մեկին դուրս ամբիոնից ներքև շպրտող եմ։ Ես այն մարդն եմ, որը կանոնները ասել է Քրիստինա Վարդանյանը, այո, ասել եմ ու նորից եմ ասում, ով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստերը խաթարի, ես իրան դուրս կբերեմ ու դուրս կշպրտեմ նիստերի դահլիճից, բայց դա չի նշանակում, որ այդ արտահայտությունը, այդ գողականի, այդ ինչ որ բանի
ասում եմ, ես գիտեմ ես ով եմ։ Ես իմ անցած ճանապարհը ունեմ, հա ջան։ Լևոն Քոչարյանը ձեզ գողական է գնում այժմ։ Լսի, ինքը ոչ մի ձև չի գնում ու ոչ մի ձև չի կարա գնա։ Ես ասեցի, ինքը կարա Քոչարյանական գնա, ինքը Քոչարյանական էլ գնում է, ու Սահկյան Քոչարյանական էլ գնալու է։ Ինքը ուրիշ բանի ունակ չի։ Նույնիսկ հայերեն խոսալուց խնդիր ունի այդ մարդը, ինչ ունեմ ես իրեն։ Դուք որ ասում եք գծեր կան, որ չեմ հա անցնում, բայց դուք մի այնպիսի գիծ եք անցել, թքել եք քաղաքացու վրա։ Դրանից այն կողմ էլ ինչ պետք է լինի, որ դուք զսպում եք։ Ես ներողություն եմ խնդրում։ Նախ ես չեմ հասկանում, ձեզ թվում է, որ դուք ամեն անգամ էդի որ ասում եք, ես դες պետք է ամեն անգամ նույն ֆրազը կրկնեմ։ Ես այդ մարդուց ներողություն եմ խնդրել հրապարակային։ Ես դա արել եմ։ Ես դա արել եմ տարիներ շարունակ իմ նկատմամբ ատելության եւ հարցակումների, վիրավորանքների իմ ընտանիքի անդամի ներկայությամբ ինձ վիրավորելու ընթառաջ։ Ու այն անեկդոտը ես իզուր չպատմեցի, երբ որ Լևոն Քոչարյանը ստեղ գլուխ էր գովում ու դեմքի մկաններով էր խաղում հորը նմանակելով, որ ինքը Սահկյան կարդարանալու է եւ իր նկատմամբ այդ ամեն ինչը նրա պատճառով է, որ ինքը այն մարդու տղան է, որը որ ինքը կա։ Ես իմ արածի համար ներողություն եմ խնդրել։ Ես անցել եմ ճանապարհ, ես դրա մասին խոսում եմ բացեբաց, ես դրա հետ կապված խնդիր չունեմ։ Տաղանորցել, որ ասում եք Լևոն Քոչարյանն ով է, երբ որ ես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում, երբ որ ես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում, շատ ու շատ մականունավորներ կային այս շենքում։ Շատ ու շատ։ Նույնիսկ այդ ժամանակահատվածում մենք ելույթների մեջ, գրառումների մեջ այդ մականունները, բաները չէինք օգտագործում։ Էլ չեմ ասում, ասենք հրապարակային լկտիանալ, իսկ ինքը լկտիացել է, իսկ դրա պատասխանը լինելու է միանշանակ, եւ ոչ միայն իրան եւ մնացած են բոլորին, ովքեր իրանց նման թուրք Սպառնում եք։ Չէ, ասում եմ, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում ամեն ինչ ունենալու է իր հետևանքը, որովհետեւ ազգային ժողովի նիստերի խանգարում այդտեղի չի կարող ունենալ։ Դա օրենքով սահմանված է, դա իմ ցանկությունը չի։ Ես որ ասում եմ, ես դուրս կշպրտեմ, ես որ նկատի չունեմ, որ ես տենց ինչ որ ուժեղ գոհական տղա եմ, հեսա գալու եմ, սենց բռնեմ ու տանեմ դուրս շպրտեմ, հələ վերջում եմ մի հատ էլ հայոյեմ։ Ես նկատի ունեմ, որ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված կարգ կա, որ կարող է հեռացվել դահլիճից, Ինձ այդպես ասեք։ դե կարող է հեռացվել, բայց երբ որ այդ ժամանակ գոռում, ղժում են, դու ով ես եւ այլը, ասենք վերջի ամենաձևով իրանց պահում են, բնական է ձևակերպումը վերաբերում է դրան, բայց դուք երբևիցե տեսել եք, որ ես ինչ որ մի պարագայում լսի հարցազրույցս նայել ես, ես դրան պատասխանել եմ հարցազրույցում եւ համարում եմ, որ այն թեժ պարլամենտը, որը որ մենք 2021 թվականին ունեցանք, եւ այսօր ես շատ մեծ հաջողությամբ իմ աշխատանքը կատարել եմ, շատ մեծ հաջողությամբ, որտեվ հենց իրանց նպատակը ստեղ թեժացնել էր ու հիմա էլ է դա նպատակը, որովհետեւ օրակարգ չկա։ Հələ տեսեք, խնդիրը գիտեք ինչումն է, տեսեք ինչից ենք խոսում, հա? Ինչից ենք խոսում։ Խոսում ենք վիրավորանքներից, սեռական բնույթի վիրավորանքներից, խոսում ենք իրար վիրավորելուց, իրար պիտակավորելուց, կոռուպցիայից, բա ի՞նչն է իրանց օրակարգը։ Կրկնում եմ, հարց եմ տալի, խնդրում եմ ձեզ, գնացեք, երբ որ տեսնեք ընդդիմադիր լրագրողին, հարցրեք, ասեք, հարգելիներս, այն օրակարգը, որը որ դուք եկաք պարլամենտ, ո՞րն է այնուամենայնիվ, անցավ տարուկես, ո՞րն է։ Բա ինչի իմպիչմենտի գործընթացին չեն միանում, թող միանան։ 20 ես այդտեղ սատարում եմ։ Ոնց։ Պետք է 20 հոգով Թող իրանք միանան, ցույց տան, որ իրանք կան։ Ես այդ առումով ես շատ համարում եմ, որ թող միանան։ Բա ինչի են հիմա իրանք իրար, այսպես ասած, գզվրտոցների մեջ ընկել։ Դե երկու վարկած կա, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ այնուամենայնիվ չի կարող ռեալ գզվրտոց լինի, որտեղ իրանք երկու որակներ են քաղաքական։ Եվ երկրորդ տարբերակը այն է, որ փորձում են իրարից, այսպես ասած, բան տանել, համակիրներ տանել, որպեսզի գալիք ընտրությունների ժամանակ ավելի շատ ձեն հավաքեն, որտեղ իրանց ընտրողների դաշտը զանգվածը նույնն է։ Եվ էս է պատճառը։ Ռոբերտ Քոչարյանին դուք տեսնում եք ձեզ որպես մրցակից, որովհետև վերջին շրջանում իշխանության բոլոր ելույթները, հարցազրույցները նվիրված է Ռոբերտ Քոչարյանին եւ միտումնավոր կերպով անընդհատ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, այսպես ատելության մթնոլորտ է ձևավորում։ Մրցակից եք տեսնում։ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ատելության մթնոլորտ կա առաջի օրվանից, երբ որ ինքը դարել է երկրի ղեկավար, այդ օպերացիա կալցոներով, հոկտեմբերի 27-ներով, մարտի 1-երով։ Երկրորդ ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում։ Խնդրեմ։ Կլինի։ Ստեղ եմ, ես հարգելիս Դա ձեր որոշելիքը չի, բայց իհարկե մեր որոշումը չի, միանշանակ։ Բայց ինչու վստահ ասեցիք կլինի։ Ես վստահ եմ, որ կլինի բան։